Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթերահաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանում։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակվող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծերերախոսների վրա ինտերնետի միջոցով, Facebook-ի միջոցով աշխարհի որևէ տեղում կարող եք դիտեք, հետևեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Louisville, Kentucky-ում այսպես մեկ օդանավի ցույց տամ ինչ տեղի ունեցավ, նրանից հետո Նյու Յորքի ընտրության մասին մարդկանց հարցրել են որոշ նահանգներում, օրինակ Վիրջինիայում ինչ որ ընտրություններ տեղի ունենում, ինչն է կարևոր ձեզ համար, որ նյութը ավել կարևոր է։ Transportation-ի մինիստրը այս երկրի մտահոգությունը հայտնում ու կարող է ստիպված լինեն մեծ թվով թռիչքներ cancel անեն, որովհետև աշխատող չկա, TSA-ի աշխատող չկա, ուրիշ անձիկ չկան, որովհետև աշխատավարձ չեն ստանում, չեն աշխատում, EBT-ի մասին կամ food stamp-ի մասին խոսեմ, Dick Cheney նախկին փոխնախագահի մասին պիտի խոսեմ, որ մահացել է մեկ երեխա եւ 12 տարեկան, տեսեք ինչպես օգտակար է լինում օվկիանոսում, երբ որ մի փոքրիկ նավակ շրջվում է, հետո նրանից հետո մեկ accident էս պիտի ցույց տամ, տարօրինակ կողանում են կարմրամորթներին կապ ունեցող artifacts, այսպես հնագույն, այսպես գտածոյի մասին խոսեմ, հնագիտական այսպես իրերը, որ կողանում են, երկու հոգի կողանում են, ցույցադրեմ ձեզ Կալիֆոռնիայի նահանգապետի աթոռի համար ովքեր են, որ իրենց տեխնացությունը տրելն են, որտեղ Գավերնոր Նյուսոմը պետք է շուտով իր նստաշրջանը ավարտվում է, դրան անդրադառնամ առաջարկություն 50-ի մասին պիտի խոսեմ, որ այսօր քվեարկություն էր տեղի ունենում մինչև գիշեր ժամը 8-ը, դրան անդրադառնամ Vigo-ի եւ Zipbound այդ դեղերը, որ վերցնում են որպես կշիռ իջեցնեն, դրանց անդրադառնամ David Beckham ամենաճանաչված ֆուտբոլիստներից մեկի մասին խոսեմ եւ վերջավորությանը Շունի այսպես կլոն են արել իր նմանը ստեղծել են դրա մասին եթե հասցնեմ պիտի խոսեմ ես նախքան խոսել այս նյութերի մասին ուզեմ հիշեցնել Շանթ հեռուստաալիք Հայաստանի Հայվիժնի միջոցով միանում է հարավային Կալիֆոռնիայում տարածվում է Spectrum-ի 1629 ալիքով եւ 381 ալիքներով եթե դուք բիզնես ունեք ցանկություն ունեք այս ալիքի վրա ձեր ռեկլամները տեղադրեք զանգարեք այս հեռախոսի համարի Շանթը առավոտը Շանթում ժամը 8-ից մինչև 10-ը կարող եք տեսնել նրանից հետո երաժշտական բաժիններ, երաժշտական մրցություններ, սերիալներ, ֆիլմեր եւ գիշերը ժամը 8-ին եւ գիշերը ժամը 10-ին թարմ լուրեր կարող եք լսեք Հայաստանից հեռարձակվող Հայվիժնի միջոցով տարածվող հարավային Կալիֆոռնիայում եթե բիզնես ունեք զանգարեք այստեղ տեղադրեք ձեր գովազդները իսկ ես հիմա ուզում եմ խոսել Louisville, Kentucky-ի մասին խոսեմ մեկ օդանավ սա բեռնատար օդանավ է հենց գալիս է բարձրանա UPS-ը որ ծանրոցներ է բերում մեկը ծանրոց ուզում այստեղ պիտի գնար այստեղից Honolulu այստեղ Louisville, Kentucky-ին UPS-ի կարևոր կենտրոններից մեկն է օդանավը ինչ որ օգտվում էին այս օդանավը MD-11
McDonnell Douglas օթանավ է, հին օթանավ է 1990 թվականից ծառայության մեջ էր եղել որպես այս ճամփորդական օթանավ, մարդիկ ճամփորդում էին, իսկ այս օթանավները երբ հինանում են, օգտագործում են որպես ծանրոց տեղափոխեն, այդ որպեսի պատկերացում ունենաք այն տեսակն է, որ իրեն պոչի վրա մոտոր գոյություն էր, հիմա օթանավները այդպես չի, երկու ինջին են ունենում, խոշոր ինջին են ունենում, մեկը թևի ծախ կողմում, մեկը աջ կողմում, այն ժամանակ երկու թևի վրա կար եւ մեկը կենտրոնում էր, այդպես էր պատրաստում McDonnell Douglas-ը իր օթանավները, ամենայն դեպս բարձրանալիս հենց գալիս է բարձրանա, այսպես պայթում է, հիմա հայտնի չի այդտեղ նավթի պահեստներ գոյություններ, բենզինի պահեստներ, այսինքն գոյություններ, սրանք բոլոր իրեն կապ ունեն թե ոչ, հետո երևի ապագա օրերի մեջ կպարզվի։ Ես միայն ուզում եմ այստեղ հիմա ցույց տալ ձեզ այսօր տեղի ունեցող դեպքը, որտեղ 4 հոգի մահանում են այս պայթունի բերումով։ Այստեղ տեսնում եք տեղի ունեցող դեպքը Նովել Քենթաքի եք տեսնում, տեսեք ինչ խոշոր հրդեհ եւ շրջապատը նաեւ մեծ վնաս մի քանի ժամ առաջ սա տեղի ունեցել եւ ասացի դժբախտաբար երբ այսպես այստեղ տեսնում եք ուժեղ պայթուն է տեղի ունեցել պոլիսը ասում է բայց եմ այնպես մեծ վնաս ինչ որ պատահել է այստեղ տեսնում եք Ես հիմա պիտի շարունակեմ ինչ ուզում եմ խոսել ժողովրդին հարցրեն են այն տարածքները այսօր Վիրջինիայում, Նյու Յորքում այդ տարածքներում ընտրություններ էր տեղի ունենում, նաև Նյու Ջերսիում որոշ հարցեր են մարդկանց տվել։ Ես հետաքրքրության համար ուզում եմ ձեզ ցույց տալ, տեսեք մարդիկ այդ տարածքներում ինչպես են մտածում, որ ընդհանուր ամենտեղ նույնն է սովորաբար։ Նյու Յորքի քաղաքապետի համար հարցրել են ինչն է ամենակարևոր հարցը, որ այսօր Նյու Յորքը այդ հարցը որն է Նյու Յորքի համար ամենակարևորը 10%-ով մարդիկ ասել են immigration-ը այս անօրինականներ եւ այլն գալիս են 22%-ով ասել են ոչռագործությունը 56%-ով մարդիկ սա երևի կարելի է ընդհանրացնել Ամերիկայով հիմա cost of living այս ապրելու ծախսերը կամ կյանքը շարունակելու ծախսերը ասում են 56%-ով ամենակարևորն է անգամ տեսնում եք առողջապահական հարց ասեն 5%-ով կարևոր է եւ ճամփորդության վերաբերող transportation-ը 1%-ով կարևոր է իսկ անցնում ենք առաջ հաջորդ հարցը ինչ որ տվել են անրության Նյու Յորքի քաղաքապետին վերաբերող բնակարանների ծախսի մասին 72%-ով ասել են մեծ խնդրեմ է իրենց համար Նյու Յորքը ամենաթանկ քաղաքներից վարձել փոքր տարածք վարձեք հազարավոր դոլար է 14%-ով ասել են փոքր խնդրեմ է իսկ 12%-ով ասել են խնդրեմ չի բնավ երբ ժողովրդի կարծիքը վերցրել են Նյու Ջերսիում նահանգապետի ընտրության ժամանակ եւ ուղղությունը երկրի country տեսնում եք Նյու Ջերսիի ընտրական նահանգում մարդկանց հարցրել են այս բերումով որ ուղղությունը երկիրը ուղղված է ճիշտ ուղղության վրա է 15%-ով enthusiastic են համաձայն են 18%-ով գոհ են երկրի այն ինչ որ կատարվում է ուղղությունը գոհ են 25%-ով
դժգոհ են այս երկրի ուղղությունից, 40% պարկացած են, որ այս երկիրը ճիշտ ուղղության վրա չի այս վարկյանին։ Վիրջինիայի նորից շրջանում ամենակարևոր Վիրջինիա նահանգի ամենակարևոր հարցերից որն է 11%-ով այդ նահանգում ասեն են immigration-ը, տեսնում եք այդտեղ 5%-ով ոչրագործության մտահոգ են, 49% տեսնում եք ամենտեղ հիմա տնտեսությունը, էկոնոմին մտահոգությունն է, 21%-ով այն տեղասերեն առողջապահական հարցերը եւ 10%-ով կրթական ոլորտը իրենց մտահոգում է։ Նորից Վիրջինիա նահանգապետին կապվող ընտանիքի ֆինանսներին կապվող 59%-ով մտահոգ են, իսկ 39%-ով մտահոգ չեն ինչ որ ֆինանսական հարցեր ինչ որ կա։ Նորից Վիրջինիայում, որտեղ ընտրություն էր տեղի ունենում, երկրի ուղղությունը 17%-ով գոհ են վիճակից, շատ գոհ են, կներեք էնտուզիաստիկ են, 17%-ով գոհ են երկրի ուղղությունը, 27%-ով դժգոհ են երկրի, 36%-ով պարկացած են, որ երկիրը ճիշտ հունի վրա չի ասեն են հանրությունը։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից Նյու Յորքի ընտրության մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Տեղատունը առայժմ 35 տարի է դոկտորը աշխատում է այս վարքյանից Կալիֆոռնիա փողոցի վրա է գտնվում, Բրանդ փողոցի հատման կետին շատ մոտիկ է, իսկ նոր իրենց տեղատունը բաց են անելու աշխատանքները կատարվում է Sunland քաղաքում է լինելու Foothill փողոցի վրա, եթե դուք ապրում եք Sunland, Tahanga, Silmar, Simi Valley այդ տարածքներում ապրում եք, շուտով աշխատանք սկսելու եք, կարող եք այցելեք ձեր տեղերը վերցնելու կամ զանգարեք կբերեն ձեր տանը կհասցնեն։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք, վարձել եք մի առանձնատուն կամ ապարտման եք, վարձել ապրում եք, այդտեղ պետք է բնակելի լինի։ Եթե մուկ կա, մրջուն կա, պահարանը բացում եք, տեսնում եք միջատները գնում գալիս են, դա բնակելի չի։ Ձեզ պիտի հատուցում տան։ Դուք ոչինչ չեք վճարում փաստաբանին, մինչև ինքը կարողանա ձեզ համար գումարը այտայտի, հետո կվճարեք փաստաբանին։ Որևէ նման հարցերով զանգարեք անվճար խորհրդակցության համար այստեղ զանգարեք։ Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Գտնվում է Sherman Way փողոց North Hollywood։ Մի ծանրոց իրենց հանձնեք, երկրորդ ծանրոցը նույն համավասար ծանրոցը կես կին կարող եք վճարել, $42 է ծանրոցը, երկու հատ ծանրոց տակ իրենց, երկրորդ ծանրոցը $21 է։ Ծրագիրը հովանավորում է Շահին Թուր հովանավորում է ծրագիրը։ Իրենք ձեզ են առաջարկում Բրազիլիա, Արժանտինա ճամփորդություն 10 օրվա համար է 15-ից մինչև 24-ը զանգարեք հավելյալ տեղեկությունների համար կվերադառնամ։ Այսօր Նյու Յորքում ընտրություններ տեղի ունենում եւ արդյունքները հստակացվել են արդեն։ Մամդանի տեսնում եք այստեղ մեկ 34 տարեկան երիտասարդ է, որ Նյու Յորքի ներկայացների տան անդամն է, նահանգային ներկայացների տան անդամ է։ Իրեն մրցակիցներ Քոմո, որը 3 նստաշրջան Նյու Յորքի նահանգապետն եղել, իր հայրը նաև նահանգապետն եղել։ Նրանից առաջ Նյու Յորք նահանգի Attorney General գլխավոր դատախազն է եղել նաև։ Իսկ երրորդ անձնավորություն կար, որ բոլորը գիտեին ինքը սրանք դեմոկրատ են, ինքը ռիփաբլիկան է։ Երբ որ նախնական ընտրություն
տեղի ունեցավ դեմոկրատների միջև, ինքը ամենաբարձր քվեն բերեց, ուրեմն իրեն դեմոկրատ կուսակցությունը հովանավորում էր իրեն։ Կոմո, որ ինքը հայրը 50 տարից ավել դեմոկրատներ են եղել, ստիպված եղավ որպես անկախ անձնավորություն ընտրության մասնակցի եւ ասում էր սա ծայրահեղ անձնավորություն է եւ ժողովրդին աշխատում են հիշեցնեն անուղղակի որ մուսուլման է եւ տերորիստներին ցանկություն ունի, ինչպես տերորիստները գիտեք այդ մուսուլման տերորիստները 19 հոգի մեծ վնաս հասցրին Նյու Յորքին, գիտեք այդ երկու աշտարակները այդ տերորիստները ցած էին բերել, միցև աշխատում էր որ կարողանա կապի որ ավել հարմար է ինքը որ այսքան տարի Նյու Յորք եղել, հայրը նահանգապետ եղել, ինքը նահանգապետ եղել, ինքը դառնա քաղաքապետ։ Այդպես չեղավ։ Հիմա տեսանյութը տեսնենք, այսպես իրենք նաև քվեարկության գնացին, տեսնում եք Մամդանի իր կնոջ հետ այսօր քվեարկեց, այսպես տեսնում եք իրեն տեխնացուին եւ հիմա քիչ հետո արդյունքները կտեսնենք, արդեն հայտնի է ով է ընտրվել այդտեղ։ Նաև նախկին նահանգապետներ որ ընտրության իր կնոջ հետ իր այսինքն ինքը գնաց ընտրության մասնակցելու երկար տարի է բաժանված իր կնոջից Կոմոն, այսպես տեսնում եք այսօր ինչ էր տեղի ունենում Նյու Յորքում։ Նախագահ Թրամփը ասաց սրանք երկուսը դեմոկրատներ են, բայց Կոմոն վատ է, բայց այդ Մամդանին շատ վատ անձնավորություն է, իրեն քվե մի տվեք։ Ռիփաբլիկանին մեկ ուրիշը որ քիչ առաջ ցուցադրեցի, ռիփաբլիկանը ասում նրան էլ քվե մի տվեք, որովհետև չի ընտրվի, դուք վատին ընտրեք, այսինքն Կոմոյին նախկին նահանգապետին ընտրեք, բայց եւ այնպես կարծեք թե իր ինչ որ ասած չեղավ։ Իսկ սա ինչ որ տեսնում եք այստեղ Վիրջինիայի ընտրությունն է նահանգապետի Աբիգել Սպանբերգեր տեսնում եք իրեն ինքը հաղթարեց ընտրվեց որպեսի Վիրջինիայի նահանգապետ առաջին երկար տարիներ էր ոչ թե առաջ այլ երկար տարիներ էր դեմոկրատ Վիրջինիա նահանգի նահանգապետ չի եղել միշտ ռիփաբլիկաններն էին ընտրվում բայց այսօր կարողացավ նահանգապետի տեղակալին լութենանտ գավերներին Սիրզ անունով հաղթարի եւ լինելու է սա իր մրցակիցներ որ չկարողացավ ուրեմն դեմոկրատը ընտրվեց այսօր նաեւ տեսնում եք այստեղ առաջարկություն կար քվեարկության որ քիչ հետո ես դրան անդրադառնամ առաջարկություն 50-ի վրա պիտի անդրադառնամ քիչ հետո իսկ հիմա ես ուզում եմ ցույց տալ այստեղ տեսնում եք Զահրան Մամդանի ինչ որ տեսնում եք այստեղ կապույտով այն տարածքներն է որ այդ 34 տարեկանը հաղթարեն է սա Նյու Յորք քաղաքն է հաղթարեն է Կոմո տեղին գույնով եք տեսնում կարմիրը երրորդ տեխնացուն է որ մասամբ շատ քիչ քվեներ ուներ ամենայն դեպս այստեղ արդյունքը տեսնում եք 987,000 քվեներ ունի Զահրան Մամդանի ու 50%-ից մի քիչ ավել քվե ունի այստեղ տեսնում եք 50%-ից մի քիչ ավել ունի նախկին նահանգապետը 41.4%-ով քվեներ ունեցավ իսկ երրորդ տեխնացուն ընդամենը 7% քվե ուներ ուրեմն հաջորդ 4 տարին այս 34 տարեկան անձնավորությունը որի ծնողները եգիպտացի են կդառնա Նյու Յորք քաղաքի Ամերիկայի ամենախոշոր քաղաքի քաղաքապետն է լինելու երկրորդ մեծ քաղաքը Լոս Անջելեսն է 4 միլիոն մարդ է ապրում Նյու Յորքում 8,300,000 մարդ է ապրում եւ բիզնեսի կենտրոնն է այս երկրի Նյու Յորքը դրա համար էր երբ որ հարցակվեցին եւ տապալեցին այդ երկու աշտարակները որպեսզի Ամերիկայի տնտեսության վնաս հասցնեն եւ այդպես եղավ երբ 2001-ին հարցակվեցին այս երկրի վրա
տնտեսական ճգնաժամ տեղի ունեցավ այս երկրում։ Այսպես տեսնում եք Նյու Յորքի ընտրության մասին։ Մայքի Շերիլ, այս կինը, որ ինքը զինվորական է եղել, հետո դառնում է ներկայացուցիչների տան անդամ, իր տեխնացություն տրերներ նահանգապետի, այստեղ տեսնում եք ընտրվում է դեմոկրատ է, ռիփաբլիկան իրեն մրցակիցը բիզնեսմեն էր, նախագահ Թրամփը նաև իրեն հովանավորում էր, բայց եւ այնպես դեմոկրատը հաղթում է Նյու Ջերսի նահանգում, այստեղ այսօր տեղի ունեցող ընտրության արդյունքն է։ Իսկ Վիրջինիա նահանգը, որ սովորաբար միշտ ռիփաբլիկան էր ընտրվում, այս անգամ տեսնում եք այնտեղ Abigail Spanberger իր մրցակիցն էր փոխնահանգապետը, այդ նահանգի փոխնահանգապետը, որ ռիփաբլիկան է, բայց եւ այդտեղ սա անսովոր էր, որովհետեւ այդտեղ սովորաբար տասնյակ տարիներ է միշտ ռիփաբլիկան էր նահանգապետը ընտրվում, այս դեմոկրատը կարողանում է հաղթի, իր խոսքը նա էր, որ անընդհատ ասում էր ինչպես նախագահ Թրամփը վնաս է հասցնում, դրա վրա ավելի շատ հենվեներ եւ կարողանում է հաջողել ընտրվի Վիրջինիա նահանգի նահանգապետ, այսպես արդյունքը ընտրությանը տեսնում եք այստեղ։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել երթևեկության transportation, որ օդանավների խնդրեմ կա այս երկրի, այսինքն թռիչքների խնդրեմ կա։ Բոլորը անխտիր 85% ուշացում կա, որովհետև TSA այդ security ինչ որ կնում եք ճամբրուկն է նայում, ձեզ են նայում, չեն աշխատում։ Մի մասը աշխատանքի չեն գալիս։ Ես հաճախ այստեղ բացատրել եմ։ Այս երկրում մեծամասնություն մարդիկ, որ ապրում են այստեղ, աշխատում են այստեղ, աշխատավարձ ստանում են հենց այդքան իրենց ծախսն է։ Եթե աշխատավարձ չստանան, իրենց համար, ասենք, հայերի նման, արաբների նման, չգիտեմ, Հարավային Ամերիկայի անձիկի նման, մուսուլմանների նման, որ եկել են Ասիայից են եկել, մենք միշտ մի բան մեր երկրներում մտահոգություն կար, որտեղ ռեժիմները կայուն չէին, միշտ մտածում էին մի քիչ գումար պահեն, ամեն ինչ որ եկամուտ ունեն, բոլորը չծախսեն, մի քիչ պահեն, իհարկե նրանք որ հնարավորություն ունեն, իհարկե այս երկրում այդպես չի, ինչ որ աշխատավարձ բերում են, անմիջապես ծախսում են եւ ուրիշի չեն կարող պարտք վերցնել, այս երկրում սովորություն չի եղել, որ անձը գնա ուրիշից, իր ծնողից, իր եղբորից, այդպես քիչ են նրանք, որ կարող են այդպես գումար վերցնել։ Դրա համար, եթե եկամուտը կտրվում է, մեծ դժվարություն ունի անձը։ Եվ այսպես է, որ դրա համար չեն գնում աշխատանքի, օրինակ TSA-ն աշխատում, ուրիշ գործ են անում, հիմա որ աշխատավարձ չկա, կառավարությունը այսօր ռեկորդ ունի, այս երկրում 35 օր է, որ կառավարությունը իր աշխատանքը դադարեցրել է։ Կառավարական շրջանակում ոչ ոք չի աշխատում, տուն են ղրգել բոլորին, այսինքն մի միլիոնի չափ, մնացածը, որ աշխատում են, աշխատավարձ չեն ստանում։ Դրա համար օրինակ անձը աշխատավարձ պիտի ստանա հետո, բայց հիմա չունի, գնում է Uber-ը քշում, ուրիշ գործ անում, որ հենց հիմա իրեն աշխատավարձ կտա։ Սա է որ դժվար է լինում, դրա համար է որ օդանավակայանը եթե գնաք, չեն եկել, աշխատողները չեն գալիս, նրանք որ այդ աշտարակների մեջ կոնտրոլ են անում թռիչքները, նրանք աշխատանքի չեն գնում եւ դրա համար ինչ որ ասացի 85%-ով ուշացում կա։ Հիմա միասին տեսնենք։ Ասացի ներկայացնի տուն սենեթը չեն աշխատում, նախագահ Թրամփն է, որ ինքը չի մխրճված այդ բանակցության մեջ դեմոկրատ ռիփաբլիկանների։ Նախկինում միշտ նախագահ ինքը ուղակի որ կուսակցության պատկանում էր, մյուս կուսակցության, տեսնում եք, այստեղ բոլորը գրված է delay, կամ ուշացում կա, կամ cancel է եղել թռիչքները,
ահա այսպես էր վիճակը այսօր օդանավակայանում։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից EBT մասին եւ այդ հարցերը ինչ որ ժողովրդի համար դժվարություն է ստեղծել։ Նրանից հետո Դիկ Չեյնի նախկին փոխնախագահի մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյանը հովանավորում են ծրագիրը։ Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում իրենց ատամնաբուժարանը։ Որևէ հարց ունեք ատամների հետ, լինդի հետ խնդրեմ ունեք, նոր ատամնաշար պիտի տեղադրեք, բոլոր այդ հարցերով զանգարեք այս հեռախոսի համարին։ Տեսնում եք այստեղ հասցեն Ալիվ փողոց, բայց Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետի։ Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ 3 սրահներ ունեն, 120, 150 եւ 300 տարողությամբ։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում։ Դուք կարող եք գնալ այնտեղ վերցնել, 7 օրն էլ ճաշ են առաջարկում, կամ իրենք բերեն զանգարեք, իրենք կբերեն ձեզ աշխատատեղին կամ տանը։ Ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Գլենոքս փողոց եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս տեղատունը։ Հեռախոսահամարը շատ հեշտ է, այստեղ տեսնում եք 818 6000777։ Եթե դուք ուրիշ տեղատունից տեղ եք վերցնում, գոհ չեք, զանգարեք, իրենք ձեզ խոստանում են, որ դուք անպայման գոհ եք մնալու իրենց այդ սպասարկումից։ Ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում, Չոփորյանները 3-ը փաստաբաններ են, ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունեցաք, ակսիդենտ ունեցաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով 818 244 47 47 կվերադառնա։ Օվկիանոսում, երբ որ մարդիկ գնում են, նավակներ կան, lifeguard կա այդտեղ օվկիանոսի մոտ, եւ երբեմն երեխաները ասում են junior lifeguard։ Մի 12 տարեկան, հիմա ես ուզում եմ ցուցադրել այստեղ մի նավակ շրջվում է 5 հոգի մեջն են։ Տեսեք, կարողանում է այս երեխան բոլորին ուշադրությանը բերի, օգնեն 5-ին փրկում են, ոչ ոք չի վնասում, որովհետև ինքը արթուն էր, հետևում էր, նայում էր եւ անմիջապես տեղեկացնում է եւ ինքը գնում է օգնում է։ Ես ուզում եմ ցույց տալ մեկ գնացքը եւ semi trailer, այսպես տեսնեք, բեռնատար ու թանավը, այդ trailer-ը տեսեք ինչպես մի վայրկյանում մեքենա էր տեղափոխում։ Ամենը ջարդ ու խորդ է լինում, բայց վարորդը նաեւ չի վնասվում եւ բնականաբար գնացքի մեջ բեռնատար գնացքը հազարավոր տոննա, այդպես տեսակ այդ խոշոր trailer-ին ոչինչ դարձրեց։ Ես ուզում եմ խոսել այս հնագիտական գտածոյի կամ art effects, այսինքն գտած հարցերը, հա, գտածոն գողերը մտնում են, եթե տեսնենք, երկու կողմ մտնում են, սա տեղի ունեցող Օքլենդում, որ կարմրամորթների Indian American-ի artifacts-ն է, տեսնում եք, գնում են, գողանում են Օքլենդում, պոլիսը փնտրում է իրենց, տեսեք, այսպես վերցնում են ու փախուստ են տալիս։ Հիմա իրենց փնտրում են, այսպես տեսնում եք, կամերաները երևի պետք է դեմքը մասամբ երևում է իրենցը, կարծում են, որ կարողանան կողերին ձերբակալեն, որովհետև այդ artifacts-ը այս American Indian-ների վերջում մյուզեում հավաքեն են, այստեղի պատմությունն է ներկայացնում, նրանք են եղել առաջին բնակողները այստեղի, հետո են սպիտակները եկել, գիտեք, ինչպես պատմությունը արդեն գիտեք երևի։ Ես ուզում եմ խոսել Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրության մասին։ Գավին Նյուսոմ հաջորդ տարեվերջ իր նստաշրջանը 8 տարի է նահանգապետ եղել, իր նստաշրջանը ավարտվում է, առայժմ 4 լուրջ տեխնացուներ կան, որ այս գալիք ընտրության պիտի մասնակցեն։ Իսկ
ամենակարևոր, որ պատկերացնում էին, որ կարելի է Alex Padilla սենեթորը չէր ասում գկա, իր Կալիֆոռնիայի սենեթորն է, Վաշինգտոն ծառայում է, որ արդյոք ինքը նաև տեխնացու է, թե ոչ, անընդհատ չէր ասում, վերջավորության ասավ, ես մնալու եմ Ամերիկայի սենեթոր, նահանգապետի ընտրության չպիտի մասնակցեմ, ասաց, այստեղ ում որ հիմա տեսնում եք Քաթի Պորտրին եք տեսնում, նախկին ներկայացների տան անդամ էր, հիմա իր տեխնացությունը տրել է նահանգապետի աթոռի համար եւ նաեւ ուրիշ տեխնացուները այս աթոռի համար այստեղ տեսնում եք նախկին Օբամայի ժամանակ սա Health and Human Services-ի նախարարն էր, որ իր տեխնացությունը տրել է, նաև այս ծրագրի մոտիկ բարեկամ Անտոնիո Վիրագոսա տեսնում եք այստեղ, որ այստեղ մոտարապես մի ամիս 45 օր առաջ այստեղ էր եւ հաճախ մեր ծրագրի հյուրն է եղել Լոս Անջելես քաղաքի նախկին քաղաքապետն է, նրանից առաջ իհարկե Կալիֆոռնիայի ներկայացների նահանգային ներկայացների տան խոսնակն էր ինքը, շատ կարևոր աթոռներ է զբաղեցրել, նաև Լոս Անջելես քաղաքի կաունսիլի անդամներից եղել, ամենայն դեպս հիմա ցանկություն ունի, որ դառնա Կալիֆոռնիայի նահանգապետը Անտոնիո Վիրագոսա, որ երևի շուտով էլի կգա այս ծրագրին ելույթ ունենած այս հետ խոսելու։ Ես ուզում եմ խոսել առաջարկություն 50-ի մասին, որ այսօր քվեարկեցին, փակ է հիմա, ժամը անցել է, արդյունքները շուտով, բայց հստակ է, որ առաջարկություն 50-ը կանցնի։ Առաջարկություն 50-ը ինչ էր ասում, հարցը այսպես տեսնում եք, նախապես Կալիֆոռնիա տեսնում եք, նախապես այսպես էր, որ այս նահանգից որպես ներկայացների տան անդամներ գնում էին Վաշինգտոն 43 ներկայացների տան անդամ դեմոկրատներ ընտրվել, այս վերջին անգամ 9 ռիփաբլիկաններ էին ընտրվել։ Իսկ Տեքսասը իր ընտրատարածքը նախագահ Թրամփի ցանկությամբ եւ խրախուսանքով Տեքսասը փոխեց մի ձև արին, որ Տեքսասում 5 ավել Republican ընտրվի, որ գնան Washington, Texas նահանգը ներկայացնելու։ Ուրեմն այստեղ Գավին Նյուսոմն էլ առաջարկեց, որովհետև Texas-ը 5 ավել Republican է ղրգել, մենք էլ տարածքները կփոխենք, որ 5 ավել դեմոկրատ ընտրվի։ Իհարկե թե Texas-ի համար, թե այստեղի համար այդ սա մյուս տարի 2026-ին ընտրություն տեղի կունենա եւ կտևի մինչեւ 2028-ին եւ 2030-ին, նրանից հետո պետք է նայեն տարբեր կլինի այդ։ Ամենայն դեպս հիմա այս ընտրության արդյունքը մասամբ դեռ չի ավարտվել, բայց եթե նայեք, տեսնում եք կանաչը ավել շատ է, որ մինչ հիմա թեև դեռ քվեարկությունը շարունակվում է, բայց եսը հաղթարեն է, որովհետև տարբերությունը շատ մեծ է, 64.3%-ով մարդիկ ասեն են այո եւ այնտեղ տեսնում եք 35%-ով ոչ են ասել։ Արդեն դեռ իհարկե ասացի դեռ հաշվարկում են, բայց այնքան տարբերությունը մեծ է, որ մի քանի օր կտևի, որ հստակ ասեն քանի միլիոն քվեարկեց, քանի միլիոն մարդ քվեարկեց, բայց հիմա այնպես արդյունքը արդեն հայտնի է, առաջարկություն 50-ը հաղթում է, ուրեմն Կալիֆոռնիան սրանից հետո 48 դեմոկրատ է ընտրվելու, 4 ռիփաբլիկան հաղթահարելու ինչ որ տեղի ունեցել Տեքսասում։ Ինձ ասում են ժամը եկել է ավարտին, ամենայն դեպս ծրագիրը հովանավորում է, Court Furniture հովանավորում է ծրագիրը, Central Emerald փողոցի հատման կետում է գտնվում Court Furniture-ը, նոր adress եթե պիտի գնեք, այստեղ այցելեք։ Hugo
ծանրոցների կամ տեղափոխող ընկերությունն է, տեսնում եք այստեղ ընկերությունն է ովանավորում ծրագիրը, եթե մի ծանրոց իրենց հանձնեք համաչափ ծանրոցը, մյուսը, երկրորդը անվճար ձեզ համար կտանեն Հայաստան։ Այստեղ տեսնում եք գտնվում է Sunset փողոցի վրա Լոս Անջելեսում, այսինքն Հոլիվուդ, հայկական Հոլիվուդ այսպես եթե կոչենք։ Եւ նաեւ այնտեղ կարող եք գումար փոխանցեք Հայաստան, եթե օդանավով $2.99, ձեր ծանրոցները pound-ը $2.99 է, իսկ գումար եթե փոխանցեք, գումարը տանեն տանը, Երևանում տանը հասցնեն ընդամենը 2% են ձեզ չարժանելու։ Ուրեմն դուք ընդամենը 2% տալու եք, ինչ գումար որ իրենց հանձնեք, կտանեն տանը ձեր ազգականին, բարեկամին, ում որ ցանկություն եք ասենք։ Անդրեյ Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնես կենտրոնում, եթե ակսիդենտ եք ունեցել, զանգարեք այս հեռախոսահամարին։ Դոկտոր Էբրահիմի ովանավորում է ծրագիր, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոսահամարին զանգեք։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է ովանավորում, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն տարեցների կենտրոնում կվերադարձնեն, կարող եք այդտեղ ձեր հասակակիցների հետ, այնտեղ խաղերի մասնակցեք, խոսել, զբաղվեք։ Jackpot-ն է ովանավորում ծրագիրը, Jackpot-ը ձեզ է առաջարկում հագուստներ, կոշիկներ, պայուսակներ խիստ եղջված գներով։ Իրենք շատ ապրանք ունեն, որովհետև թանգայի խանութը փակել են եւ ամեն ինչը գինը իջեցրել են, որ դուք անպայման այցելեք։ Անաշի գիֆտն է ովանավորում ծրագիրը, Անաշի գիֆտը ձեզ առաջարկում այս սուրճ, էլեկտրական սուրճ պատրաստելու հարմարությունը ընդամենը $9.99։ Ուրիշտեղ եթե կարող եք նայել նույն ապրանքը $19.99 է, այցելեք Անաշի գիֆտ կվերադառնա։ Ինձ հիշեցնում են, որ ժամ չկա շարունակելու, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։